Կերներ, բարի լույս, ձեզ բարի օր եմ մաղթում։ Շատ տարօրինակ եղանակ է, 5 րոպեն մեկ կամ անձրևա, կամ արևա, չես իմանում ինչ անես, ժողովուրդ ջան, այնպես որ եթե գալու եք պատրաստված եկեք այստեղ։ Ընկերներ, եկել եմ այսօր Նովոլի թաղամաս, ունեմ այստեղ ապունտամենտո, այսինքն ժամադրության օր, ժամ, որպեսզի կատարեմ իզե։ Իզեն դա բազմիցս ասել եմ, այստեղ Իտալիայում ապրողները լավ գիտեն ինչ է, հատկապես ովքեր երեխաներ ունեն, դա կազմվում է ձեր ընդհանուր եկամուտների հիման վրա, ամբողջ ընտանիքի, այսինքն այստեղ բոլորը անկախ նրանից որտեղ են աշխատում, պետք է ներկայացնեն հայտարարագիր, անհաձեռներները առանձին պետք է ներկայացնեն, կոչվում է դիկլարացիոնե դե ռեդիտի, իսկ աշխատողները, այսինքն ներկայացնում են 730, 730 մոդել կոչվում է, դրանց հիման վրա դուք կարողանում եք ունենալ այդ իզեն։ Սմյատ սուրճ խմեմ, ձեզ ավելի մանրամասն կբացատրեմ, ես այկանք հասանք ստեղ։ Այս թաղամասում ես իմ սիրելի սրճարանն անկետներ, գնացինք, տեսնենք ինչեր կա այստեղ, բայց ես մենակ սուրճ եմ խմելու, ես չեմ գայթակղվի, ընկերներ, նայեք, կարնավալին այսպես թխված կաբլիտներ են թխվում, ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր բաներ ունեն իրենք, եթե նայեք կտեսնեք, բայց ես ինձ զսպում եմ, ունեն նաև հացեր, Այս էլ է կարնավալի համար թխվում, կոչվում է սկիաչատա ֆիորենտինա, ձեզ արդեն ասել եմ, կա կրեմով, կա առանց կրեմ, այսինքն համովություններ են, ես հիմա կասայում կվճարեմ և կխմեմ իմ կապուչինոն ու կգնամ, ժամանակ չունեմ շատ ժխորը և բաժակների շխշխկոցը առավոտից այստեղ, այս հլը լավ է, ես մի քիչ ուշացել եմ, մի քիչ ավելի շուտ ստեղ ընդհանրապես կանգնելու տեղ չկա, վճարեցի 1 եվրո 60 ցենտ ընկերներ, մեզ մոտ ինչպես միշտ անձրև է, մեկ արևա, մեկ անձրևա անհնար է հասկանալ, ինչ վիճակի այստեղ, բայց Իտալիայում միշտ էպես, այստեղ հնարավոր չի եղանակին պատրաստ գնալ և դուրս գալ, 10 անգամ օրվա մեջ կարա եղանակը փոխվի, որտեղ ծովը շատ մոտիկ է բոլոր կողմերից, բոլոր քաղաքներին, համար այսպես է, սպասենք իմ սուրճը, գրացի, ես իմ կապուչինոյով կգամ այստեղ, այստեղ, ընկերներ ջան, արագ խմեմ, որտեղ ժամանակ չունեմ և դեռ պետք է մի քիչ քայլեմ, որ հասնեմ։ Գերադացեցի սուրճ խմեմ, այստեղ սպասեմ, քանց թե գնամ այնտեղ նստեմ, սպասեմ, այնպես որ խմեմ և վազեմ։ Դուրս եկա արդեն, ինչպես խոստացած ես ասում եմ, ինչի համար են այդ իզեն անում և ընդհանրապես ինչա իրենից ներկայացնում, դա ընտանիքի էկոնոմիկ վիճակի ոնց որ ցուցիչն է, ինչպես ասեմ նշեցի, բոլոր ձեր ունեցվածքի, եկամուտների, ամեն ինչի, մեքենա, տուն, ինչ որ ունեք, դրա մեջ ոնց որ հայտարարագրվում է, և դրա հիման վրա, եթե օրինակ վարձում եք տուն, վարկ ունեք, թե սեփական տուն ունեք, այդ ամեն ինչը հաշվարկում են և ձեզ մի թիվ է դուրս գալի, դա ամեն տարի ենք անում, ասենք թե ինչ-որ թիվ դուրս եկավ, 20,000, 15,000, նայած ինչքան է, այդ թիվը կազմելու ձեր ընտանիքի էկոնոմիկ վիճակի, դրանից ելնելով ընկերներ, դուք օգտվում եք տարբեր տեսակի ծառայություններից, Օրինակ, դա շատ ավելի օգտագործում են մարդիկ, ովքեր ունեն երեխաներ, կլինի մանկապարտեզ, կլինի դպրոց, կլինի համալսարան,
ցանկացած, հա, ինչու, որտեվ դրա հիման վրա հաշվում են վարձը եւ դպրոցի եւ մանկապարտեզի եւ համալսարանի, օրինակ շատ անգամ նույնիսկ օգնում մեզ դա պետք չեկավ, բայց մարդիկ կան, որոնք օգտագործում են նույնիսկ տան համար վարկ վերցնելու համար, շատ բաների համար կարելի է օգտագործել։ Հա, այստեղ հիշում եք, ասեցի, որ ձեզ միակ նպաստը, որ երեխաներին տալիս են, այդ ամսական գումարն է, որը տատանվում է 50 եվրոից մինչև 250, եթե չեմ սխալվում, եւ այդ գումարը ստանում են մարդիկ հենց այդ իզեի հիման վրա։ Այսինքն այդ օգնությունը, հա, դրա հիման վրա են ստանում։ Օրինակ կա սենց մի բան էլ, դրան այստեղ ատամների բուժման համար, գիտեք, որ անվճար չի ատամների բուժումը, բայց ես չգիտեմ ամբողջ Իտալիայում, բայց Ֆլորենցիայում մեզ մոտ բացել են մի ամբողջ հիվանդանոց միայն ատամների վերաբերյալ պետական։ Եվ այնտեղ գործում է եւ երեխաների համար, եւ մեծերի, եւ նա աշխատում է միայն այս իզեի հիման վրա։ Ես չգիտեմ Իտալիայում մյուս մարզերում կա թե չկա, բայց մեր մոտ կա։ Ինչի գիտեմ, որտեղ մենք մեզ համար պետք է գնայինք եւ իմանայինք ոնց որ իմպլանտների համար, եթե այդ իզեն ասեցին միջև 7000-ա թե 8000-ա ինչ որ այսպես թիվ ասեցին, դա ոնց որ թե անվճար էր լինում, կամ ինչ որ շատ փոքր գումարի դիմաց, բայց ցավոք սրտի մերը շատ բարձր էր եւ մենք չենք կարող դրանից օգտվել, մենք պիտի վճարենք։ Ուզում ասեմ շատ բաների համար պետքական է։ Նույն մանկապարտեզը, դպրոցը, ամեն ինչ անվճար է, չէ՞, բայց սնունդը վճարովի է։ Այսինքն այդ ճաշը, որ ընտեղ անում են, վճարովի է։ Եվ այդ ճաշի համար ժողովուրդ մենք վճարում ենք։ Էլի էս իզեի հիման վրա։ Չգիտեմ, այնտեղ շեմեր կա, ասենք թե ասում եմ, միջև 7000, չգիտեմ, 10 եվրո ես վճարում, միջև 10000, 20 եվրո ես, տարբեր գներ են, ասենց ասեմ։ Ըստ դրա նախ որոշում են ընտանիքի վճարունակությունը եւ ըստ դրա ամբողջ վճարները գանձվում է։ Շատ հարմար բան է ընկերներ ամեն դեպքում։ Իսումա բոլոր ովքեր ապրում են Իտալիայում եւ հատկապես եթե ունեն երեխաներ, ընտանիք, հաստատ ունենում են այս իզեն։ Երբ որ մենակ ես ապրում, ինձ թվում է դրա իմաստը չկա։ Տեսեք, կռվեցին արդեն առավոտ գիշերով, հավեսով, ինչի վրա կռվեցին չգիտեմ, բայց կռվեցին։ Նայեք, այդ չգիտեմ որտեղ են կռվում ժողովուրդ։ Այստեղ են կռվում։ Ինչի վրա են կռվում, այդ էլ հասկանալի չի։ Իրար ինչ ասեցին, ինչ վատ բառեր ասեցին, վերևից ներքև, ամեն դեպքում։ Մենք շարունակենք մեր գործը ժողովուրդ ջան, գնամ տեսնեմ գլխիս ինչ ա գալի, ես ինքան անուշադիր մարդ եմ, հույսով եմ ոչ մի թուղթ չեմ մոռացել ժողովուրդ, մոռացա ասեմ, նաև դա հաշվարկվում է, թե ովքեր կան ձեր հաշվառության տակ, օրինակ ծնողներ ունեք, երեխաներ ունեք, թոշակառուներ ունեք, ոնց որ դուք եք, չէ, իրանց պահող է, սենց ասեմ, հա, դա էլ է ներգրավում մեջ։ Հույսով եմ բան չեմ մոռացել, ես այստեղ եմ անում, կոչվում է Չիրենա Ֆիրենցե, անվճար է, հազարավոր տեղերում անում է ժողովուրդ ջան, որտե ուզեք։ Գնացի տեսնեմ գլխիս ինչ ա գալի, ժողովուրդ ջան, ոնց որ թե արեցի, ինչքանով արեցի, լավ վատ չեմ կարող ասեմ։ Հույսով եմ ամեն ինչ ճիշտ լրացրեց այդ աղջիկը, սխալ բաներ չլրացրեց, 10 օրից գալու է մեյլ, կոդով ամեն ինչով, որը պետք է հավաքել և դաունլոդ անել, քաշել այդ իզեն։ Ու այդ ժամանակ իմանամ ինչքան է, բայց ենթադրում եմ, որ բարձր է լինելու, նույնիսկ առանց գալու, գիտեմ, որ բարձր է լինելու, ցավոք սրտի, բայց ինչ արած, ինչ կա։ Եթե օրինակ ցածր է լինում, մինչև 9500 եվրո, ոնց որ տարեկան, հա, այդ դեպքում դուք ունենում եք նաև զեղչեր, գազի, լույսի,
աղբահանության ջրի վրա ունենում եք շատ զեղչեր, նաև մանկապարտեզ դպրոց եւ ամեն ինչ դրա վրա։ Ձեզ ավել գումար են տալիս այդ նպաստի համար։ Շատ բաներ կա, եթե մինչև 7, մինչև 9,000 է, բայց ես համոզված եմ, որ իմը չի լինի ոչ 9, ոչ 7, նույնիսկ 10։ Այնպես որ մոռացանք այդ ամենի մասին, ժողովուրդ ջան, բայց ինչ որ կա։